Վերնատուն Հանրային ռադիոյի եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան տիրույթում մեզ այս պահին դիտողներ, մեր հաղորդման դիտակետում այսօր Գեղարվեստի ակադեմիայի Բոյաջյան ցուցասրահում օրերս բացված անկայուն կյանքի գրաֆիկան վերնագրով ցուցահանդեսն է, որի հեղինակը արվեստագետ Ցոլակ Թոփչյանն է։ Խոսելու ենք ցուցահանդեսի կոնցեպտի մասին, այն հղում է անում հետ անկախության շրջանում այսպես ասած տագնապալի ու ցնցումներով լի ժամանակը Ցոլակ Թոփչյանը եւ ցուցահանդեսի համադրող Բոյաջյան ցուցասրահի տնօրեն Նարե Սահակյանը մեր հաղորդման հյուրերն են ողջույն շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար Ողջույն Նազելի ջան, շնորհակալություն մեզ հյուրընկալելու։ Այո, Նարե, ես հիշում եմ մեր նախորդ զրույցի ժամանակ մենք այսպես խոսեցինք այն ծրագրի մասին, որը առաջարկում է ակադեմիա ցուցասրահը, ակադեմիայի շրջանավարտներ ծրագիրը, այսպես ասած, մեկնարկում է Ցոլակ Թոփչյանի ցուցահանդեսով, խնդրեմ այդ մասին եկեք զրույցը սկսենք։ Հա, մենք Բոյաջյան ցուցասրահում մի քանի շարքեր ենք սկսում։ Դրանցից մեկը ակադեմիայի շրջանավարտներ շարքն է, որը սկսում ենք Ցոլակ Թոփչյանի այս ցուցադրությամբ։ Ինձ համար, որպես ցուցասրահի ղեկավար, այս ցուցադրությունը կարևոր է նաև դիտել նախորդ ցուցահանդեսի հետ կապի մեջ։ Ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանն էլ բացմանը նշեց այդ կապը եւ այդ շատ հետաքրքիր կապ է ակադեմիան մի կողմից ավանդույթի մյուս կողմից մեր շրջանավարտների ունեցած միջազգային ձեռքբերումների կիզակետում ցուցադրելը եւ այս ցուցահանդեսը դրանով կարծես ցույց է տալիս այն ճանապարհը որ կարող է բռնել ակադեմիայի շրջանավարտը միջազգային արվեստի դաշտում եւ թե ինչ տեսք կարող է ունենալ հայաստանյան իրականության հետ աշխատող արվեստագետի արվեստը այսօր Երևանում։ Շատ լավ, Ցոլակ, ես ձեզ շատ հարցեր ունեմ, բայց սկսենք նրանից, թե օրինակ ցուցահանդեսում դուք այդ անկախության ցնցումներին եք անդրադառնում, որքանով որ տեքստն էր հուշում ինձ, Նարեի տեքստը, շատ հետաքրքիր է, քանի որ ինձ նայում, մենք խոսում էինք, ես փաստորեն առաջին անգամ եմ ձեզ հետ հարցազրույց անում եւ հետաքրքիր է, որ դուք ասացիք, որ երկար ժամանակ Հայաստանում չեք ապրել եւ հիմա էլ չեք ապրում, շուրջ 15 տարի Այո, եւ հետաքրքիր է ինչպես է երևում այդ հետանկախության այդ փուլերը, անցած փուլերը եւ ցնցումները հերվից։ Դե իմ համար անընդհատության մեջ են այդ ցնցումները, ասենք իմ մանկությունից, գիտեմ, սովետի փլուզում, երկրաշարժ, պատերազմների անդադար պատերազմ ու իմ համար դա անվեր ցնցումների կյանք է։ Իսկ ընդհանրապես թեման որտեղից է ծագում ձեզ մոտ հետաքրքիր է ինչու որոշեցիք հենց այդ թեմային անդրադառնալ։ Դե ես հենց այդ թեմային չեմ անդրադարձել, ասենք Նարեն իր կուրատորական հայացքի մեջ նայում է իմ տարբեր աշխատանքները ու ընտրել է նրանք, որոնք անդրադառնում են այդ խնդրին ու մի ցուցահանդես է կառուցել, որը կետադնում այդ խնդիրների վրա էլի։ Իդեպ ձեր գործերը ամբողջը կետագծեր էին, կետ է դնում, որ ասացիք միանգամից եղավ, դուք տարբեր այդպես մեդիաներով փորձել եք այդ կետերի եւ կետագծերի կամ ընդհանրապես այդ գաղափարը այսպես շեշտել եւ ինչ եք փոխանցում ընդհանրապես, ինչ պիտի մենք նայենք ու հասկանանք դրանից։ Դե ես մտածում եմ, որ ապրելու համար պետք է անընդհատ մի հատ ռիթմով
ռիթմը հասկանալ, ժամանակի ռիթմը։ Քանի որ ես մի քիչ էլ ես եմ մտածել այս կոնցեպտը, հավելում անեմ ցած։ Այո, շնորհակալություն։ Եվ նաև տեքստի հեղինակն եք։ Ոչ միայն տեքստի, ցուցահանդեսի, այո։ Իմ համար շատ հետաքրքիր են Ցոլակի աշխատանքները դրանով, որ անկայունությունը դարմանելու փորձա կարծես մակերեսի վրա։ Այսինքն գրաֆիկական աշխատանքը բազմապատկված մակերեսներով, եթե նայեք ցուցահանդեսը, կտեսնեք, որ տարբեր մակերեսներ են, տարբեր դիրքերում գտնվող մակերեսներ են նաև, եւ այդ բազմապատկված մակերեսների վրա անընդհատ երևում է նկարչի ժամանակի ցնցումը կայունացնելու փորձը։ Ցուցահանդեսը այդ մասին է։ Եվ որ առաջի շարքը սկսեցի, կոչվում էին հայերեն ոնց են կոչվում, ամիտ գծանկարներ ու դրանք իմ համար ժամանակ գտնելու, իմ համար ժամանակ բացելու, մտածելու ժամանակ ունենալու մասին էին։ Ու քանի որ կյանքը անընդհատ շատ զբաղված է ու ինձ պետք էր մի ձև գտնել, որ կարողանամ մտածել։ Ու սկսեցի այդ գծանկարների շարքը, որոնք պահանջում էին մեծ կենտրոնացում, հատկապես դանդաղ մտածել, չէ՞։ Այո, որովհետև կյանքը շատ արագ ու շատ զբաղված է, ու սկսեցի մի շարք, որտեղ ես կարողանում էի կտրվել կյանքի ռիթմից ու բերել մի հատ նոր ռիթմ իմ համար, մի հատ ժամանակ բացել մտածելու համար։ Ու առաջի շարքը դրա հետ էր կապված, հետո փոխվեց արդեն այդ գծանկարները տարածական դարձնելու խնդիր առաջացավ ու նյութի ու մտածեցի, որ կարող եմ անել կտորների հետ աշխատեմ ու դարձրեցի այդ գծանկարները մեծ, բայց միևնույն ժամանակ փորձն էր կտորի հետ աշխատելը։ Այս ցուցահանդեսի աշխատանքները, չէ, բայց դրանցից առաջ արդեն մի երկու աշխատանք ունեի, որոնք կտորի հետ էին կապված, բայց դրանց շարունակությունն են։ Այս ցուցահանդեսում, չգիտեմ, երրորդ կամ չորրորդ փորձերն էին կտորի հետ աշխատելու։ Եթե փորձենք մի քիչ զարգացնել այդ դանդաղ մտածելու մասին խոսեցինք, միշտ է որ դանդաղ մտածելը նույն բանի մասին մտածելու մասին է, որը դանդաղ մտածելու չէ, ուղղակի ժամանակ ունենալու մտածելու։ Ժամանակ ունենալու։ Հա, այսինքն ժամանակը այն ձևի փոխելու, որ հնարավորություն ունենաս մտածելու։ Եվ ցուցահանդեսի մի տեսակ, եթե տենց ճակերտների մեջ ասենք քաղաքական շերտը այդտեղ է բացվում։ Երբ որ իրականությունը ցնցումներով լի է, իսկ մեր իրականությունը հատկապես ամեն հայաստանցու իրականություն այն գլխից, նախապես արդեն առանց այդ մասին մտածելու ցնցումի ժամանակի մեջ ենք ապրում, արդեն անկախացումից, ինչպես Ցոլակն ասաց, պատերազմ, փլուզումներ, անկախացում եւ այլն։ Եվ մի տեսակ այդ քաղաքական շերտը կա ստեղ, որ նուրբ մոտենալը քո համար ժամանակ ստեղծելը, դանդաղացնելը այս ցնցման տրամաբանությունը ինքը քաղաքական արարք է։ Իհարկե կարող է Ցոլակը այդ մտքով չի արել, իմ հայացքն է տենց, որ այս պահին այս գործերը ցուցադրելը կարևոր է, որ երևա որ նուրբ լինելը կարա քաղաքական լինի։ Հա, ու հենց այդ շատ կարևոր է, որ թվում է թե նուրբը հնարավոր չի քաղաքական լինի, նուրբը պետք է լինի ռադիկալ, քաղաքականը պետք է լինի ռադիկալ։ Իհարկե այդպես է կարող է լինել, բայց ինձ թվում է, որ կարող է լինել նաև նուրբ ու դանդաղ ու բայց միևնույն ժամանակ պերմանենտ ու անընդհատ։ Եթե նուրբը ժամանակի մեջ ձգվում է, կարող է եւ քաղաքական նշանակություն ունենալ։ Իսկ ընդհանրապես առհասարակ ոչ այս գործերի ձեր գործերում կան քաղաքական ուղերձներ։ Միշտ ինձ թվում է գործերը միշտ քաղաքական են, ինչքանով երևում է թե չէ, չգիտեմ, բայց երբ որ ես ինչ որ մի նոր բան եմ մտածում, այդ գալիս է ինչ որ քաղաքական խնդրից կամ ինչ որ խնդրից, որը անպայման քաղաքական է։ Իսկ որ խնդիրներն են, որը ձեզ ավելի շատ են մտահոգում։
Շատ տարբեր են այդ խնդիրները։ Կարող ենք առանձնացնել 1-2-ը, որը ոչ միայն Հայաստանում այսօր խնդիր ու նաև արտերկրում, այն քաղաքում, որտեղ հենց նոր որ խոսում ենք, օրինակ այդ որ անընդհատ турբուլենտ, անընդհատ աշխարհը անընդհատ քանդվում է ու այդ քանդվելուն ինչ որ ձևով դիմակայելու ու ապրելը, այդ օրինակ քաղաքական է։ Ապրելը, բայց համել ռիթմի հարց կա, էլի։ Որտեղ ապրել կարող ես նաև այդ ցնցումների մեջ, բայց նորմալության ռիթմ պահելը, հենց դա որ հետևողականորեն այդ ռիթմը պահելն է, որ երևում է որպես քաղաքական ասպեկտ, չէ՞։ Հա, ու իմ առաջարկն է, որ եկեք փորձենք այդ ռիթմ ստեղծել, որ կարողանանք, էլի։ Ռիթմ ստեղծենք, թե այսինքն նոր ռիթմ։ Նոր ռիթմի նկատմամբ դանդաղացնենք, որ կարողանանք հասկանանք, որ կարողանանք ապրել։ Այո, այս ցուցահանդեսի կոնտեքստում, էլի։ Լավ, իսկ ձեր կարծիքով այդ ուղերձները, որ դուք ասում եք, տեսանելի են գործերում կամ կընկալվի հանրության կողմից։ Տարբեր ձևի կընկալվի հանրության կողմից, այսինքն արվեստի գործ անելու չես կարող գիտենաս թե ոնց կընկալի, բայց ասենք այս ցուցահանդեսի ընթացքում շատ տարբեր ներկայում օրինակ մի դիտող մոտեցավ, ասեց հանգստության մեջ մեծ հույս կա իմ համար, այսինքն տարբեր ձև է ընկալվում, բայց արվեստի հավեսը է, էլի, որ բարերով չի եւ ընկալումն էլ, ոչ ասելն է, ոչ ուղերձ տալն է ձևակերպված, ոչ դա ընկալելն է խոսքով ձևակերպվում։ Զգայական ընկալման մասին է խոսքը, երբ որ տեսնում ես տարբեր մակերեսների վրա անընդհատ կրկնվող այդ ռիթմը, հնարավոր չի ինչ-որ բան չզգաս։ Ուրիշ հարցակը ձևակերպես մտքումդ, որ այդ է զգում թե չէ, բայց արդեն իսկ այդ հաղորդակցությունը կայանում է զգայապես, էլի։ Ցոլակ, սովորաբար արվեստագետները ասում են մենք քաղաքականությունից հեռու մարդիկ ենք, մեզ քաղաքական դաշտ մի բերեք եւ քաղաքական թեմաներ մեզ հետ մի քննարկեք, բայց ինձ հետաքրքիր է նաեւ, քանի որ դուք այդպես շատ ուղղակիորեն ասացիք, որ ձեր գործերը առասարակ քաղաքական են, հետաքրքիր է ինչ արժե համակարգ կա, այսինքն ինչ արժե համակարգի կրող եւ հետեւորթեք, ինչ գաղափարների, sense եթե այսպես նայենք։ Օրինակ, եթե ասում են քաղաքական, հնարավոր է որ նաեւ շատ ուղիղ քաղաքական դա լինի, ասենք ձախական կամ, չգիտեմ, շատ ազգայնական։ Չէ, իհարկե ծախական գաղափարները շատ հմայի չեն իմ համար, բայց ես չեմ ուզում ինչ-որ կոնկրետ գաղափարախոսությունների մասին խոսել, էլի, ծախ գաղափարների մեջ ինձ շատ հետաքրքրում է համայնքը ու շատ հետաքրքրում է համագործակցությունը ու միասին լինելը ու փոխօգնությունը ու իրար հետ աշխատելը։ Մենակ, եթե կարողանամ տենց ասել իմ քաղաքական հայացքները։ Համել ինձ թվում է քաղաքականությունը արվեստի ներսում վերափոխվում ու ուրիշ տեսք հաստանում, այսինքն այն ինչ որ մենք հասկանում ենք առօրյայում, երբ որ խոսում ենք քաղաքականի մասին, արվեստի պարագայում այդ ձևի մակարդակում է, որ կարող է քաղաքական իմաստ արտահայտել գործը, որը ուղիղ չես կարող մատնանշել, թե ոնց է թարգմանվում քաղաքագիտական տերմիններով, հա, ծախական, աչական եւ այլն։ Ինձ թվում է այդտեղ տարբերություն կա։ Ձևը բովանդակություն է, արվեստում ձևն է բովանդակությունը, բա։ Նոր բաներ ենք սովորում ձեզ հետ։ Շատ լավ, Ցոլակ, իսկ դրսում առհասարակ ինչպես է արվեստագետի համար, դուք ինչ գործեր եք այնտեղ ներկայացնում, ինչի մասին եք խոսում այնտեղի դիտողների, արվեստասերների միջավայրում։ Շատ տարբեր բաների, բայց միշտ ելակետը իմ համար միշտ ելակետը Հայաստանում է, այսինքն կարող է ինչ-որ մի խնդիր ինձ հետաքրքրի
ասենք թե ուրիշ երկրներում, ուրիշ տեղ, բայց այդ կհետաքրքրի ինձ, որովհետև ինչ որ կապ եմ տեսնում Հայաստանի իրականության հետ, Հայաստանի ինչ որ մի դեպքի հետ, ու եթե ստացվում է խոսել մի բանի մասին, որը հասկանալի կլինի համտեղ համստեղ, այդ արդեն Իսկ միշտ եք խնդիրների մասին խոսում, այսինքն ձեր գործերում խնդիրների մասին խոսելը կարևոր է։ Այսինքն, միշտ ինչ որ խնդրից է գալիս նոր պրոյեկտ անելը, նոր գործ մտածելը, ինչ որ մի բան ինձ հուզում է, ինչ որ մի բան հետաքրքրում է, հետո մտածում եմ ոնց կարող եմ դրա մասին խոսել, ինչ ձևով, ինչ նյութով, ինչ մեդիայով, ինչ տեխնիկայով ու այդ ստեղծում է մի նոր գործ կամ նոր պրոյեկտ կամ Լավ, իսկ օրինակ այն ինչ որ տեղի ունեցավ Հայաստանի հետ, այդպես շատ փոփոխություններ տեղի ունեցան վերջին շրջանում, վերջին տարիներին հասարակության հետ կապված, այսօր էլ շատ տրավմատիկ է մեր հասարակությունը, մենք եթերից առաջ խոսում էինք այդ մասին, տարբեր իրողություններից ելնելով, ասենք, այդ ամեն ինչը ոնց է երևում դրսից եւ այդ ամեն ինչը ոնց է դառնում արվեստ։ Շատ տարբեր ձևերով, ասենք, չգիտեմ, օրինակ 15 թվականին ես սկսել եմ մի պրոյեկտ, որը պատերազմի մասին էր, որ մենք անընդհատ պատերազմի մեջ ենք, բայց երբ որ 16 թվական անելու ընթացքում 16 թվականին եղավ պատերազմ, էլ չէի ուզում անել այդ գործը, որովհետև տարօրինակ էր հենց պատերազմի ժամանակ պատերազմի մասին խոսելը։ Բայց վերջի պատերազմից հետո մի մեծ աշխատանք արեցի, որը սովորաբար ես այդ ձևի չեմ աշխատում, որովհետև ուղիղ անմիջապես խոսելը շատ դժվար է ու շատ կարող է մի քիչ շատ մակերեսային լինի, բայց ինձ թվաց, որ ժամանակ կարևոր է այդ գործը անել ու արեցի ու քիչ աշխատանքներից է, որոնք շատ ուղիղ հղում են ինչ որ մի իրադարձության ու հիշով եմ մյուս տարի այդ գործը Հայաստանում կցուցադրվի։ Իսկ ինչ գործ է, ինչ մեդիայի։ Էլի կտորի հետ աշխատանքը, բայց շատ ուղիղ պատերազմի մասին ու մյուս տարի հույսով եմ կցուցադրվի այդ գործը Հայաստանում։ Հետաքրքիր է, իսկ ինչով է պայմանավորված, որ սա առաջին, գրեթե առաջին, որքանով հասկացա, անհատական ցուցադրությունն է ձեր Հայաստանում։ Դե որովհետև Հայաստանում չէի ու չգիտեմ։ Բայց կապը եղել է, չէ՞, Հայաստանում։ Կապը եղել է, բայց ես շատ անհատական ցուցահանդեսներ չեմ ունեցել, ասենք, այս իմ 4-րդ թե 5-րդ անհատական ցուցահանդեսն է։ Իմ համար էլ միշտ ավելի հետաքրքիր է մասնակցել խմբային ցուցահանդեսների, որտեղ, ասենք, ինչ որ խնդիրները ավելի բազում կողմերից կարող են երևալ։ Ու այս եղավ, որովհետև Նարեի հետ մտածում էինք այս պրոյեկտը երկար ժամանակ, այսինքն մտածում էինք այդ գործերի մասին ու ինչ անենք։ Հետո 2 տարի առաջ Նյու Յորքում Ատամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկան ինձ հրավիրել իրանց մոտ ցուցահանդես անելու ու այն ժամանակ ցուցահանդեսն էլ Ատամյան Հովսեփյանի հետ համագործակցություն այլ։ Ու Նյու Յորքում մտածեցինք, որ Հայաստանում էլ ցուցահանդես անենք ու քանի որ Նարեի հետ արդեն վաղուց աշխատում էինք, Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկան էլ հրավիրում է տարբեր կուրատորների իրանց հետ համագործակցելու ու համագործակցություն ստացվեց, եղավ այս ցուցահանդեսը։ Շատ լավ, այսինքն առաջիկա ցուցահանդեսն գուցե իրենց հետ է, սպասվում թե դա կարևոր չի արդեն։ Հələ ցուցահանդեսի։ Ես ուզում եի խոսենք ավանդույթի մասին, ավանդույթի եւ այսպես միջազգային ձեռքբերումների մասին, որ խոսքի սկզբում Նարեն այսպես նշեց։
Ընդհանրապես կրթության հետ կապված խնդիրը կուզեի խոսեինք ակադեմիայի մասին, ցոլակ դուք ավարտել եք ակադեմիան, որը այսպես շատ ավանդական արվեստի այսպես հաստատություն է, չէ՞, ավանդույթ բառը պատահական չի այստեղ հնչում։ Եվ ինչ կարող եք ասել ձեր ավանդական հաստատությունից դուրս եկած արվեստագետ եւ ձեր միջազգային պրակտիկաների մասին, արդյոք այդ երկուսը համատեղելի է իրար հետ եւ արդյոք իրար փոխլրացնում են ձեր այստեղի կրթությունը եւ այնտեղի պրակտիկ գործունեությունը դրսում։ Իհարկե, Գեղարվեստի ակադեմիան Գյումրիում դες շատ լավ այդ ժամանակ շատ լավ միջավայր էր ու շատ հետաքրքիր դասախոսներ ունեինք ու այդ ակադեմիական կրթությունը ինձ մեծ բան է տվել բայց միևնույն ժամանակ ես կարողացել եմ այդ կրթությանը զուգահեռ ինքնակրթվել ու սովորել ու ուրիշ բաներ, որոնք ակադեմիայում այդ ժամանակ հնարավորություն չկար սովորելու ու հույս ունեմ, որ հիմա ակադեմիան այս մեծ փոփոխությունների ընթացքում ավելի լայն հնարավորություն կտա ուսանողներին, որ բացի ակադեմիական ինչպես էիք ասում ակադեմիայի ավանդույթներից նոր ավանդույթներ էլ առաջանան ու ավելի լայն լինի կրթությունը Գեղարվեստի ակադեմիայում։ Բայց ես կուզեմ մի փոքրիկ միջամտություն անեմ ավանդույթի եւ ժամանակակից արվեստի հարաբերությունը մեզանում տենց հակադրության մեջ է երևում բայց նախ եւ առաջ մեր ուսանողների համար ես կուզենամ որ այդ բաժանում այդքան սուր չդրվի որովհետեւ հնարավոր չի արվեստ անել օթից ընկնելով միշտ որևէ դեպքում արվեստ անելիս ինչ որ ավանդույթի մաս ես Եվ եւ նկարչական ավանդույթն էլ շատ կոնկրետ ավանդույթ է, որովհետեւ ֆիզիկապես է փոխանցվում։ Եվ կարևոր է ավանդույթը անկախ նրանից թե ինչ ձևի արվեստ ես անում, էլի։ Այս բարձրապես տենց փոքր ծանոթագրությունն է մեր ուսանողների համար։ Իսկ օրինակ հին ավանդույթներով այսպես առաջնորդվելը կրթության հետ կապված արվեստի կրթության մասին է խոսքը։ Հնարավոր է ասենք նոր ձեռքբերումներ ունենալ այլ հարթակներում, միջազգային հարթակներում։ Գիտես Նազելի ջան, ինձ թվում է որ հին բանը, եթե տենց ասենք, ավանդույթ է դառնում այն դեպքում, երբ որ կենթանանում է Այսինքն երբ որ մտածելու տեղ է տալիս, երբ որ թույլ է տալիս իր հետ աշխատել, իր վրա կառուցել եւ տենց զարգացնել։ Այսինքն հենց ասում ենք ավանդույթ, այդ արդեն ենթադրում է մի բան, որը վերջացել է, որը ոչ թե ճիշտ հակառակը, եթե մի հին բան քո համար ավանդույթ է, այդ նշանակում է արդեն, որ այդ կենթանի բան է։ Խոսքը այն մասին է, որ այն հին Վատ բառ է էլի այդ հինը, այն արվեստը, որ արվել է մեզանից առաջ, մեր համար դառնա ապրող ավանդույթ։ Ապրող ավանդույթ։ Այդ դեպքում էդ է, որ թույլ կտա մեր ներողություն, համեցեք։ Միայն էդ է, որ թույլ կտա մեր ուսանողներին ոչ թե պարզապես փոխառել այսօր միջազգային արվեստի դաշտում երևացող արվեստի ձևեր, այլ իսկապես միտք աշխատացնել այս տեղում իրենց ավանդույթի հետ ապրելու եւ դրանով արվեստը զարգացնելու, որտեվ հնարավոր չի օրինակ պարզապես տեսնել ինչ կա աշխարհում եւ այդ ֆորմաները փոխառել եւ իմաստավոր գործ անել։ Դու միշտ պետքա քո ավանդույթի հետ աշխատես։ Այդ մասին է խոսքը, էլի, որ դրանք իրար հետ անկախտելի կապի մեջ են։ Օրինակ, ինչպես եք աշխատում դուք ավանդույթի հետ, ձեռք բերած ավանդույթի, եթե այդպես վերցնենք։ Ասելով ավանդույթ, ես հասկանում եմ մեր արվեստի դաշտը, մեր նկարիչները, ու ես միշտ խոսակցության մեջ եմ իմ գործերի վրա, իմ աշխատելուց մեր արվեստի դաշտի հետ, գոնե իմ գլխում։ Ու այս օրերին պատմում էի, որ ասենք թե, չգիտեմ,
Արա Պետրոսյանի հետ ինչ խոսակցության մեջ եմ, հետո ասենք խոսում ենք Նարեկ Ավետիսյանի հետ, ես ասում եմ, որ ես հենվում եմ ձեր աշխատանքների վրա, այսինքն գիտենալով մեր արվեստի ավանդույթը, ես միշտ խոսակցության մեջ եմ այդ ավանդույթի հետ։ Եվ կան էլի անուններ, որոնք շատ են, ուղղակի այս երկուսը այս երկու օրվա խոսակցությունների մասին էր, բայց ես բավականին լավ գիտեմ մեր արվեստը ու իմ հայրիկն է նկարիչ ու միշտ ինձ հետաքրքիր է հենվել իրենց վրա իրենց փորձի, իրենց խնդիրների ու արվեստի վրա։ Հետաքրքիր է, որ ասենք սովորաբար հաջորդ սերունդը ոչ թե հենվում է, այլ ջնջում է նախորդը, այդպես ուզում է ինչ-որ նորը ստեղծել, նոր ճանապարհով գնալ։ Բայց գործերը եթե տեսել եք ջնջելու մասին, չի անընդհատ նույն բանը անելու, փորձելու չստացվելու, բայց այդ որ անընդհատ նույնը անելու։ Եվ նույնը զարգացնելու։ Զարգացնելու, հա։ Եթե ստացվի, Իսկ ընդհանրապես այդ նույնը քանի տարի կարելի է շարունակ անել։ Դե քանի տարի կարելի է ապրել, այսինքն ապրելը տենց նույն բանը անելու մասին է, չէ՞, որ նույն բանը անես, որ ապրես։ Օրինակ հաց ուտես, ամեն օր։ Բայց ես կարծում եմ, որ արվեստը պիտի տարբեր լինի, այսինքն առաջարկները պիտի տարբեր լինեն արվեստում։ Ինչից կյանքից տարբեր լինեն։ Խոսում, դուք խոսում եք կյանքի մասին, ես արվեստի մասին։ Այսինքն արվեստը լավ չեմ հասկանում հարցը, եթե մի հատ ասեք։ Իմ կարծիքով մենք չհասկացանք այստեղ իրար, դուք խոսում եք կյանքի մասին, ես արվեստի մասին էի խոսում։ Նույն բանը անելու, այսինքն արվեստում հնարավոր է անընդհատ նույն բանը անել։ Նույն բանը, ոչ թե նույն բանը անել, ես ուղղակի ասում եմ այս գործերի մասին, որ կրկնելու մասին։ Արվեստում իհարկե հնարավոր է նույն բանը անել, չգիտեմ պետք է թե չէ, բայց շատ արվեստագետներ կան, որ նույն բանը տարուց տարի անում են ու չեմ կարող ասել լավ է կամ վատ, բայց արվեստագետներ կան, որ ունեն մի ձև, մի ստրատեգիա, որը օգտագործում են իրենց ամբողջ կյանքը։ Բայց ես այդ արվեստագետներից։ Իսկ եթե արվեստագետը ասում է, եթե ես նոր բան չեմ անելու, ինչ անեմ, ասենք։ Անդադ նոր բան անելու խնդիր ունի, չէ՞ արվեստագետը։ Հա, ես ունեմ, բայց ոչ բոլոր արվեստագետներ ունեն, կան արվեստագետներ, որոնք չունեն այդ։ Բայց այդտեղ նույն բանը անելը որտեղ է, չէ՞, ուզում եմ հասկանալ։ Նույնության հարցը մի քիչ կարծես խառնվեց խոսակցության մեջ։ Ինձ թվում է, որ ցորակի աշխատանքները հետևողականորեն կրկնողության մասին են, որը ինքը ստրատեգիա է առանձին։ Այսինքն խոսքը այն մասին չի, որ տարբեր ու նոր գործեր չի անում։ Խոսքը այն մասին է, որ ստրատեգիան կամ անելու եղանակը կամ խնդիրը, որ դնում է, կրկնությունն է ինքնին։ Հա, ու եթե իմ գործերը տեսնեք, պատկերների իմաստով շատ տարբեր են։ Մեդիաների ամեն տարբեր է։ Շատ տարբեր են, բայց ինչ որ մի բան կա այդ պերմանենտությունը, որ կարևոր է ձեզ համար։ Այո։ Նարե, փորձենք մեր զրույցը ամփոփել, քանի որ հաղորդումն ավարտվում է, կուզեի հասկանալ, թե այս տենդենսը, այսինքն ակադեմիայի շրջանավարտներ ծրագրի ցուցահանդեսային տենդենսը, այսպես ասած, ինչ շարունակականություն է ունենալու, ինչպես է զարգանալու, ովքեր են լինելու։ Ես մտածել եմ այս շարքը իբրև երկար ժամանակի մեջ ձգված կրկնվող ոնց որ առաջին ցուցահանդեսն է հա նախապես մտածում եմ որ այս ցուցահանդեսները պետք է լինեն տարին 1 կամ 2 անգամ եւ անջամկետ է մտքիս մեջ ընթացիկ պրոյեկտ է որը հա կարող է երևալ մեր ցուցահանդեսների շարքի մեջ ամեն ցուցահանդես սովորաբար մեր մոտ ունենում է քննարկում այո քննարկումը այս ցուցահանդեսի պարագայում արել ենք
հանդիպում ուսանողների եւ հետաքրքրված արվեստասերների համար իմ որպես կուրատորի եւ արվեստագետի խոսակցության ֆորմատի մեջ, բայց ամեն ցուցահանդես ըստ իր կառուցվածքի ունենում է տարբեր քննարկումներ, ոնց որ նախորդի պարագայում ավելի լայն էր շրջանակը, որովհետեւ շատերին էր վերաբերվում գործերը, այս պարագայում այս ֆորմատն ունի։ Իսկ վերջում հարցնեմ, թե ինչպիսին է արձագանքները ուսանողների, որովհետև ամեն դեպքում ակադեմիայի նախկին շրջանավարտի գործերի մասին է խոսքը եւ հետաքրքիր են նաեւ արձագանքները ինչպիսին են կան։ Ես չգիտեմ Նարեն պիտի ասի, ես արձագանքներից իմ համար առնվազն իմ ուսանողներին գիտեմ, ում հետ շփվում եմ, որ հետաքրքրված են նայել եւ նորա ու մի քիչ էլ անծանոթ գործերը, որ ցուցադրված են, բայց հավանաբար հենց այդ էլ կարևորն է այս պարագայում, որ իրենք էլ նկատեն, որ գրաֆիկական աշխատանքը կարող է թույլ տալ մակերեսի վրա ավել չափումներ տեսնել եւ կարողանան մտածել իրանց միջնոցի մասին, գրաֆիկայի մասին, իբրև մի բան, որը կարա խնդիրներ բարձրացնի, հարցեր լուծի, ուրիշ բանի մասին լինի եւ ընդլայնեն իրանց հորիզոնը նյութի մասին մտածելիս։ Շատ լավ, թերևս այսքանը, շնորհակալություն, եթե հավելելու որևէ բան ունեք։ Մենք ենք շնորհակալ։ Շնորհակալություն Ես պարզապես ուզում եմ հավելել, որ շնորհակալ եմ շատ Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկային, այս հաճելի համագործակցության համար, նաև շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր աջակցել են այս ընթացքում ցուցահանդեսի կայացմանը։ Շնորհակալություն սիրելի ռադիոլսող, իմ հյուրն այսօր Ցոլակ Թոփչյանն էր, արվեստագետ եւ ցուցահանդեսի համադրող Բոյաջյան ցուցասրահի տնօրեն Նարե Սահակյանը։ Մենք խոսում էինք Ցոլակ Թոփչյանի անկայուն կյանքի գրաֆիկան ցուցահանդեսի մասին։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն